Հայկական խաչմերուկ կոչվող նախագծի վերաբերյալ համաժողովի ընթացքում օրերս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն առաջարկել է ցորենը բրնձով փոխարինելու հնարավորությունը հավանականությունը դիտարկել, դա ներկայացնելով որպես օրինակ պարենային անվտանգության, տնտեսական անվտանգության վերաբերյալ մոտեցումների, ընկալումների փոփոխություն, նշելով, որպեսզի թույլ չտանք, որ մեզ թիրախավորեն, մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ։ Իհարկե առանձին հարց է, որքանով է իրատեսական բրնձի և ցորենի ռազմավարական նշանակությունները մեկը մյուսով փոխարինելու հնարավորությունը իրատեսական այդ թվում մեր իրողությունների պարագայում, հայաստանյան իրողությունների պարագայում, բայց եթե հիմնվենք այն հիմնական հիմնավորման վրա, այն է, որպեսզի մեզ չթիրախավորեն, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ պետք է ընդգծել։ Բրինձը, ինչպես և ցորենը, ներկրվող ապրանքներ են, և այս պարագայում դրսից թիրախավորվելու հավանականությունը որքանով է կրճատվում, երբ մեկ ներկրվող ապրանքը ռազմավարական նշանակությունը փոխարինվում է մեկ այլ ներկրվող ապրանքի ռազմավարական նշանակությամբ։ Եթե կուզեք ավելի պարզ, մեկ ուղղությունից ներկրումը փոխարինվում է մեկ այլ ուղղությամբ ներկրմամբ։ Եվ բնականաբար այս պարագայում հատկապես նշված հիմնավորման համատեքստում, որպեսզի մեզ չթիրախավորեն, որպեսզի մենք թույլ չտանք, որ մեզ թիրախավորեն, իհարկե խնդիրը որևէ կերպ չի լուծվում։ Նման հայտարարություններով դժվար է նաև համարել խնդիրը լուծված նույն պարենային անվտանգության և անապահովության հետ կապված, իսկ իրավիճակը մեզ մոտ իսկապես խնդրահարույց է։ 2023 թվականի վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած պարենի առկայության վերաբերյալ զեկույցում նշված է, որ հիմնական մշակաբույսերի մասով մենք ունենք բերքատվության անկում։ Իհարկե, բերքատվությունը պարենի առկայության վերաբերյալ տեղեկատվության միայն մի հատվածն է, իրականում դա շատ ավելի լայն շղթա է, այդ թվում ներառվող բերքատվությունը, դրանից ստացվող պատրաստի ապրանքը, այդ շղթան շարունակվում է հնարավոր ներմուծումներով ընդհուպ մինչև վերջնական սպառում, բայց այդ մասով փաստացի կա խնդրահարույց իրավիճակ։ Իրավիճակը խնդրահարույց է նաև 2024 թվականին, օրինակ նույն ցորենի արտադրության մասով նշենք, որ 24 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ցորենի արտադրությունը նվազել է 25.3%-ով։ Մենք առանց այդ էլ պարենային ապահովության առանցքում կարևոր ապրանքատեսակի ցորենի արտադրության և ինքնաբավության մասով ունենք իսկապես խնդիր։ Ինքնաբավության մասով խնդիրներ ունենք ոչ միայն ցորենի, այլ նաև պարենային նշանակության բոլոր ապրանքատեսակների մասով։ Մինչդեռ, եթե ցորենի միայն գործոնին անդրադառնալու լինենք, ապա վերջին տարիներին ինքնաբավության մակարդակը որոշակիորեն նվազել է։ 2023 թվականին ցորենի ինքնաբավությունը մեզ մոտ կազմել է 24%, այն դեպքում, երբ այն բարձր է եղել 30%-ից։ Իհարկե, եւ մշակաբույսերի եւ նույն ցորենի բերքատվության եւ արտադրության մասով պատճառները շատ են, սկսած անվտանգային խնդիրներից, թշնամու Հայաստանի տարածքում գտնվելու հանգամանքից, ինչը իհարկե հողատարածքների մշակման հետ կապված խնդիրներ են առաջացնում, Արցախի ժամանակավոր կորստի հետ, գիտենք, որ ցորենի ներմուծման մասով Արցախը մեզ համար որոշակի պաշարներ մշտապես կարողացել է ապահովել, այսինքն ինքնաբավության առումով այստեղ էական խնդիր լուծող է եղել։ Այնուամենայնիվ այս պատճառների շարքը շարունակել է եւ իհարկե առանձին վերլուծության եւ հետազոտության թեմա է, նույնիսկ մի քանի թեմաների առարկա։ Մինչդեռ փաստը կրկին հանգում ենք նրան, որ պարենային անվտանգության եւ գլոբալ տնտեսական անվտանգության հետ կապված մենք իսկապես ունենք խնդիրներ։ Եվ այս պարագայում օրինակելի դեպքում պետք է ակնկալել, որ այդ ուղղությամբ իրականացվեն քայլեր, գործողություններ, քաղաքականություն, մեծացնելու սեփական կարողությունները ինքնաբավության ավելացման հետ կապված եւ ոչ թե իրականում անել հայտարարություններ, որոնք ոչ միայն որևէ կերպ չեն նպաստում պարենային ապահովության եւ անվտանգության բարձրացմանը, այլ հակառակը շատ լուրջ ռիսկեր ու մարտահրավերներ են պարունակում այդ ուղղությամբ։